Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյին ներս ուրախությամբ կհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության միապան հայրերեն, մեր երդասարդ միապան հայրերեն եւ արխիվադան պատասխանատու հոգեշնոր դեր Աբրահամ Ապեղա Ջուլֆայանը, որ պիտի խոսի դոնական օրերու սրբությունը խորակրով։ Աստվածօգնական եւ բարի երեկո եղբայր։ Բարի երեկո հայր Ստեփանոս։ Վստահ եմ, որ դոնական օրերը մեզ բոլորս ուրախացնե, պիտի ուրախացնե եւ վստահ եմ, որ այդ դոնական օրերու սրբությունը մեզի պիտի ուղղի թեպի լավը, լավակույնը եւ գադարյալը։ Սկսելով այսօր մեր հարցազրույցին, մեր առաջին հարցումը հետեւյալը պիտի լա. Ինչ կհասկանանք դոնական օր ըսելով, աստվածաշնչյան եւ հուսք ասկային առումներով։ Շատ լավ։ Նախ եւ առաջ գուզեմ բոլորին մաղթել քերեցիկ դոնական շրջանը եւ իմ մաղթանքս է, որ հայ բոլոր ընտանիքները այս դոնական օրերուն չերմությունը եւ խորհուրդը լիովին ապրին։ Անցնելով մեր նույթին, ինչ է դոնական օրերուն առումը։ Մենք ընդրեցինք երկու առում։ Առաջինը աստվածաշնչական, կամ կարելի է ասել սուրբ քրային, իսկ երկրորդը ազգային դոներ։ Ինչ է սուրբ քրային դոնը։ Սուրբ քրային դոնին արմադը 5 դագարանեն գուքա հրեից պատմությունը, որ ընդհանրապես Աստուծո հայտնության առաջին վկայությունն է 5 դագարանը։ Եվ մանավանդ Ղևդացված քիրքին մեջ, ուր հստակորեն, ավելի ճիշտը Ղևդացված քիրքին 23-րդ գլխույն մեջ, ուր հստակորեն Աստված կբադվիրե հրեա ժողովրդին ինչ դոն, այսինքն դոնել, դոնախմբել։ Առաջին եւ հիմնական դոնն էր զադիգը, բասեկը։ Զադիգը հիշադակներ, այսինքն ազատագրության, հրեա ժողովրդին ազատագրության։ Զադիգեն ետ կգուքար փաղարչագերած դոնը, փաղարչը մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն բացատրենք, թե փաղարչ հացը անթթխմոր հացն է։ Հայ եկեղեցին իր բադարակներուն ընթացքին նշխարը կործածել, այդ նշխարը անթթխմոր հաց է, եւ ինչու համար մենք անթթխմոր հաց կործածենք, որովհետեւ փաղարչագերած դոնին ընթացքին Քրիստոս իր զադիգը գուտեր փաղարչ հաց կործածածլալու է, հետեւաբար այդ արումը ունինք, նաեւ ունինք Բենդեգոստեն, որուն ընթացքին ըստ Քորձոց Արաքելոց քիրքին Սուրբ Հոգին իջավ արաքյալներուն վրա։ Ասիկա քարնանային դոներն է հրեից, այսինքն Ղևդացված քիրքին այն դոները, որ քարնան ընթացքին կդոնվին։ Քալով աշնանային դոներուն անոնք ավելի գապված են հողակորձության։ Ուրեմն ունինք հունցքի դոմնը, փող հնչեցնելու դոնը, քավության օրը եւ դաղավարահարած դոնը։ Այս դոները 5 դագարանի մեջ իրենց հիշադակություններ ունին, ինչպես ասի Ղևդացված քիրքեն սկսյալ եւ այլ արիտներով հիշված են, սակայն մեծ նշանակությամբ Քրիստոս եւս այս դոներուն է գարանչվի, ինչպես գիտենք Զադիգի եւ փաղարչագերացի ընթացքին Քրիստոսի խաչելությունն էր, այդ դոնին ընթացքին էր, որ Քրիստոս ապրեցավ իր երկրավոր վերջին օրերը, նաև Բենդեգոստեն առնչություն ունեցավ աշակերտներ ունեդը, նաև դաղավարահարած դոնին ընթացքին Քրիստոս նույնպես
Երուսաղեմ գտնվեր եւ ինչպես գտնում Հովանու ավետարան որ Սողոմոնի դաջարին Սողոմոնի սրահի մեջ գերտեվեգեր դղաբարա հարած տոնին ընթացքին եւ այլն ասիգա սուրբ քիրքին դոներն են քալով հայգական արումին տոնին հայգական դոները հեթանոսական էին հեթանոսական արումով չեմ ուզել գրաբաշտական քիչ մնալ մաստեյական աստեցություններով զոր օրինակ վարդավարը ցուրտ սրսկելու դոններ նաև ունեին դրնդես դիարնընթարաչի ետքը քրիստոնեական շրջանին դիարնընթարաչ ստացավ դրնդես գրագի դոններ այսինքն ծմրան սառնամանիքեն սուրդեն ազատվելու դոնը նաև ունեին զարզարթարի դոնը նաև գար նավասարթը այս դոներում մասին չեմ ուզեր առանցնակիորեն խոսել որովհետև ամեն մեկը զադեն ուսումնասիրության առարգա է սակայն հետևյալը պիտի ասեմ թե քրիստոնեական դոները երբ գազմավորվեցան հիմք արին հրեական դոները միևնույն ադեն դերունի բոլոր իրադարձությունները նկատի առնելով գազմեցին քրիստոնեական դոներու շարքը գազմվեցավ իսկ հայերուն բարակային Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեր ավանդության համաձայն այդ սուրբ քրային ինչպես նաև քրիստոնեական դոները ցեվով ակուցանեց հայկական իրականության հետ նավասարթը ամենայն քերեսկությամբ Սուրբ Աստվածածնի դոնին վերածվեցավ այսօր նավասարթը Աստվածածնի դոնով գահատկանշվի այլ օրինակ վարդավառը այլագերբությունն է սակայն նույնիսկ հայ եկեղեցու դոնացույցի մեջ հարակնոցի մեջ ժամակիրքի մեջը այլագերբություն դերմը չեք տեսներ նույնիսկ սղակրված այլ չի կրվիր ցերակիրներու մեջ այլ միշտ վարդավառ է վ այսպես վև ռե եւ թա գտրվի սղակրությամբ հետևաբար վարդավառը այնքան արմատավորված տոններ որ նույնիսկ հայ ժողովրդի ցանկին մեջ ամենեն վերջին հեթանոսական դոններ որ իր հեթանոսական ամբողջ իմաստով վերցվեցավ անոր մասին գվգայե փյուզանտ թե չորրորդ դարուն վարդավառի հեթանոսական парքերը դեռ գշարունակվեին ուրեմն ինչպես ասինք դրնդեսը դիանընթարաչը այդ գրագի դոններ նաև այդ արումով Գրիգոր Լուսավորիչ Քրիստոսի դաջար ընձայումը գաբեց դրնդեսին հետը զարզարտանալ նույնպես ինչ իմաստունի զարգազարդ օրինակ եթե բնական արումով մտածենք զարգազարդ Քրիստոսի Երուսաղեմ մուտքին հետը այդ կանալ առնչություն չունի այսինքն մենք ոստերու դոն չենք ասել զարգազարդ կսենք ինչու զարգազարդ զարգիկներով սարդարում որոշ ասկային խորքմը ունի ադիգա ուրիշ ասկի մեջ զարգազարդ բառը չի կործածվիր օրինակ անգլերենով արմավենյաց դոն է palm sunday եւ այլն արմավենյաց դոն նաեւ ոստերու դոն կարելի է գտնել եւ այլն ուրեմն զարգազարդ բառնալ զուտ ասկային բնույթ ունի փագելով այս բաժինը քերեցիկ մեջբերումը պիտի գդարեմ նավասարթին արումով ինչպես գիտենք նավասարթը հայոց հին նորդարին էր որոշ շրջան հայեր նաև նորդարին դոնած են քարնանամուտին սակայն դոմարական թրությամբ այն կդոնվեր օգոստոսի շրջանին ոմանք օգոստոս 11-ը գտնունին սակայն օգոստոս 11-ը Հովանես Սարգսակ Վարդապետին գազմած Սարգսակաթիր դոմարեն գսկսի օգոստոս 11-ը հետևաբար եթե ճիշտ նավասարդ պիտի կումարենք
իր հadouk հաշիվները ունի, որ այսօրվան Գրիգորյան դոմարով ճիշտ կարելի չէ հաշվել, հետևաբար հին դոմարը պետք է նկատի ունենալ։ Նավասարտի առումով, նաև բզդիկ ուրիշ մեջ բերումը, թե հայեր ինչպես դոներ են հին նոր դարին, Գրիգոր Մակիստրոս, ներսես շնորհալիին մեծ հայրիկը, Գրիգոր Վգայասերին հայրը, որ հայ իշխանական դողմերուն ամենեն զարգացած եւ մեր մատենակրության ամենեն փայլուն թեմքերեն մին է հետեւյալը գսե ո դայր ինձ ըսծուխ ծխանի եւ զարավոդն նավասարտի զբազելն եղանց եւ զբակելն եղջեվրած եւ մենք փող հարվակ եւ թմբկի հարգանեյակ որպես օրեն է թակավորած այս քեղեցիկ դունը ասեմ կամ բանաստեղծություն չէ չափածո ավանդությունը որ հասած է մեզի մատենակրության եւ քրապարի դասերուն ընթացքին գտասավանդվի ինչպես վերջերս Տպրևանքի աշակերտներուց նաեւ դասավանդած եմ այս դունը ինչու որբեսի տեսնենք թե նոր դարին ինչ մեծ նշանակություն ունեցած է հին հայոց մեջ գուզեմ թարգմանել այսինքն թող ինձի դրվեր ծխանի ձուխը գյանքն է ձուխ ծխանի առաջ թոնիրեն ելած այդ ձուխը կամ այդ դունը որ ձուխ կհաներ այսինքն գյանք կար արդաշես թակավոր կփափակեր գյանք ունենալ եւ զարավոդն նավասարտի այսինքն նավասարտի արավոտ մգուզեմ գրգին ապրիլ մարդը պիտի մերնի մահվան անգողինին վրան է զբազելն եղանց եւ զբակելն եղջեվրած եղնիկներուն վազելը դեսնեի եւ եղջերուներուն վազելը վակելը նույնպես վազելը այսինքն որսի երթայի եւ մենք փող հնչեցնեինք եւ թմփուկ սառնեինք ինչս էլ է քեֆնեինք ինչպես օրեներ թակավորներուն ուրեմն թակավորական նոր դարին հետեւյալ ցև ուներ արդուն գարտնային որսի երթային հետ միջորեին մինչև երեկոյան քեֆ կնեին ինչպես օրենքեր թակավորներուն հետևաբար բզդիկ ագնարկը թե հին հետանոց թակավորներ ինչպես նոր դարի գդոնեին քրիստոնեությամբ այդ ավանդությունը գամած թատրեցավ թեև թակավորներ միշտ սիրած են որսորդությունը եւ այլն այդ որսորդության օրինակ եղնիկը եւ այլն անիգա իրենց սեղաններուն բաժինալ գթարնար փունգերակրադեսագին հետևաբար այս բաժինով կփակենք առաջին հարցումը սուրբ քրային եւ հայկական ավանդություններուն բարական այո շատ բարի այս սուրբ երկրորդ հարցումը պիտի ելա ինչպես կարելի է սահմանել սրբությունը Ուրեմն նախ խոսեցանք դոնական օրերուն մասին, հիմա պիտի խոսենք սրբության մասին։ Ինչ է սրբությունը, սուրբ։ Հայերենի մեջ, երբ նայինք հայգազյան փարարանին մեջ, հետևյալ հոմանիշները մուտա, մաքուր, անարատ, վեր, վսեմ, արքո, արդար, անմեղ եւ այլն։ Մեր ձեսի մեջ հիմնական դեր կգրավե Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, Սուրբ ես դեր զորությանց, Սուրբ, աղոթքներուն, երկեցողությանց, սրբասացության մեջ, Սուրբը adzagan է, ընդհանրապես adzagan է, սակայն նաեւ կկործածվի իբրև քոյական Ընդհանրապես սակայն adzagan է ով գրնագրել այս adzagանը այս ստորոքերի նախ ինչպես ասենք Աստված երկրորդ մարդիկ երրորդ սրբությունը գաբն է Աստուծո եւ մարդուն մարդը կփորձե սուրբ լալ այսինքն Աստուծո նմանիլ
անշուշտ աստուծո ըստորոքելիներուն գողքին Այո, գակմը ըստորոքելիներ կա հետևաբար այս է սրբությունը ինչպես կարելի է սրբությունը աղերսել դոնին հետը ինչպես կարելի է աղերսել սուրբը սրբությունը այսինքն ինչպես ասենք աստուծո դրված ածական մնե հետևաբար պետք է զայն ապրիլ սուրբ լալ աստուծո պես աստվածաշունչը հստակորեն գսե սուրբ եղեք կամ գադարյալ եղեք ինչպես որ ծեր երկնավոր հայրը գադարյալ է հետևաբար սրբությունը բարս ըստորոքելիեմը անտին է մարդը գոչված է սրբության թեև չի հասնիր սրբության անգարելի է սակայն Աստված այդ ըստորոքելին իրեն կբարգևե երբ որ աստուծո բադվիրաններուն համացայն գապրի հետևաբար այսքան սրբության մասին շատ բարի հայ Սուրբ, առնենք մեր թաթարը, որ մի ետ կշարունակենք։
Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե որ կգադարենք, հայր Աբրահամը գխոսի դոնական օրերու սրբությունը խորակրով։ Այ սուրբը դոնական օր ասելով աստվածաշնչյան եւ ասկային արումներով բացադրեց եւ ինչպես կարելի է հասկանալ սրբությունը այտալ։ Անցնենք այսօր մեր երրորդ հարցումին։ Ինչպես դոնական օրը սրբություն կրնա ունենալ։ Այլ խոսքով ինչ է աղերսը դոնական օրվան եւ սրբության։ Շատ լավ։ Ուրեմն մենք փնորոշեցինք ինչ է դոնական օրը սուրբ քրային եւ ասկային։ Նաեւ փնորոշեցինք շատ ամփոփ, թե ինչ է սրբությունը։ Մարդ ինչպես գրնա սուրբ լալ, շատ ամփոփ, թե սրբությունը Աստուծո նմանությունն է, փորձել նմանիլ Աստուծոն։ Լավ։ Դոնին եւ սրբության միջև աղերսը ինչ է։ Այս դոնը ինչու պիտի սուրբը լա։ Ինչու։ Դոնը աստվածային սրբությունը ապրելու լավագույն առիթն է, հստակորեն։ Դոնը աստվածային սրբությունը ապրելու լավագույն առիթն է։ Եկեղեցական դոներուն ընթացքին մենք հեթանոսներուն պես Աստուծո մերցենալու առիթ չենք փնտրել։ Զոր օրինակ ինչպես նշեցի, երբ նավասարտին գերտային Անահիտ Թիցուհիինկով գամ ժամանակին Վահեվահյանը գար ակաթանքերոս կնշե իր 3 տաճարներով մին Անահիդին, մին Վահակնի, իսկ մյուսը Աստրիգի եւ այլն տաճարներով գերտային մեծ հունցքեր գնվիրեին 5 դագարանյանը մեկ հատ օրինակ հունցքի դոն գա որոշ նվիրում մգար զոհ գար զադիգին ոչխար պիտի մորթվեր զոր օրինակ այս բոլորը կգադարեին Աստուծո մերցենալու համար Աստուծո մոդենալու համար այսօր քրիստոնեական առումով Աստուծո մոդենալը չէ նպատակը այլ Աստուծո սրբությունը ապրիլն է դոնին նպատակը Աստված եւ մարդ մի են թող չա մի առնեք փիլիսոփայական աստվածապանական առումով ոչ Քրիստոս արավ մեր բնությունը սկեցավ մարդկային բնությունը իր ամբողջ դգարություններով այլևս աստվածության եւ մարդկության միջև ոչ մեկ բատնեշ կա ոչ մեկ բատնեշ սուրբ հարությամբ մարդեղության խորհուրդով որ սուրբ ծննդյան խորհուրդն է եւ սուրբ հարության խորհուրդով որ մարդուն ազատագրության եւ փրկագործության խորհուրդն է այս երկու դոներով մարդը Աստուծո հետ անբաժանելի է Բողոս Արաքյալը հետևյալ գսե ով գրնա բաժնել մեզ Աստուծո սերեն ով գրնա բաժնել մեզ հետևաբար այս աստվածային եւ մարդկային գաբը ապրիլն է Սուրբ ծննդյան սրբությունը շատ գտեսնենք հայր Ստեփանոս ասկային շրջանակներն ես ոչ միայն ասկային այլ մեր շրջանին մեր մերցագալ թավանանքները եւ այլն դոնը այս սևով չեն ընդունիր այդ քիչ մցավալի է քիչ ուզեմ հուշել մեր ժողովրդին թե դոնը բարդի լալ Աստուծո մարդուն հանդեպ Աստուծո փրկագործության զոհողության խորհուրդին այսինքն դոնը այդ է դոնը ընդհանրապես դոնին խորհուրդը այդ է հետևաբար այդ առումով սուրբ է դոնը պետք է դոնը ապրիլ սրբությամբ Շատ բարի Գտնվենք նոր դարվան եւ սուրբ ծննդյան զույգ դոներուն նախորեին այսօր Ինչպես պետք է ապրենք այդ դոներուն սրբությունը որ իսկական իմաստն է այդ դոներուն Ճիշտ է
Ասինք թե դոնին իսկական իմաստը Աստուծո սրբությունը ապրիլն է, Աստուծո մերձեցումը մարդուն, ոչ թե մարդու մերձեցումը Աստուծո։ Հետևաբար, հետևյալ գարկմը ուղեկցեր կան, որ քրիստոնյաներ պետք է որդեգրեն։ Դոնը չդարձնել առիթ գերուխումի։ Հիմա մանավանդ այս Սուրբ Ծննդյան դոնը վերջին 200 տարվա մեջ դարձած է commercial դոնը։ Ժամանակին այսքան մեծ զանրությամբ չեր դոնվեր Սուրբ Ծննդյան դոնը։ Ժողովուրդը ավելի Սուրբ Զադիգը կդոներ։ Մինչև այսօր ալ մեր ժողովրդի մեջ Սուրբ Զադիգը, Սուրբ Հարության տոնը շատ ավելի ծանր դեղ ունի, քան թե Սուրբ Ծննդյան տոնը։ Սակայն նպատակը տոնին դարձած է գերուխումը, դարբեր տեսակի հղբացումները, մարդոց դարբեր հետաքրքրությունները, դարբեր տեսակի շահերու հետաբնթումը, այդ չէ դոնը։ Ովքեր գերտան գնային, եթե իրենց մերձավորը եւ իրենց բարեկամը ցավի մեջ է։ Քրիստոսինքը սավ ինչ որ իմ քույրերուս եւ եղբայրներուս կնեք, ինձի իրաց կլակ։ Հետևաբար դոնին իսկական իմաստը, հղբացումը, դարբեր տեսակի շռայլությունները չեն։ Դոնին իսկական իմաստը աստվածային բադվիրանները կործատրելն է բարիք ընելով։ Ինչ տեսակի բարիք, թրամփաշնել, ոչ, ջաշ փաշնել, ոչ, նվեր փաշնել, գրգին ոչ։ Նվերը գարնե 5 վարգյան գուրախանա, գարելի գհակնի, գարելի գոպտակորձ է, սակայն անոր իմաստը հարադև չէ։ Իսկական բարիքը զոր մարդ իր նմանին գրնակ կատարել, պիտի զարմանան շատեր, ոմանք ալ պիտի ընդունին ուրախությամբ, անուշ խոսքն է, անուշ խոսքը, շնորհավոր նոր դարի և սուրբ ծնունդ, Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ցեզի մեզի մեծ ավետիր, այս է, այդ անուշ խոսքը, ոչ թե արերես, ոչ թե հայդարարության համար միայն, ոչ թե ըսելու սիրուն, ոչ սրդանց, շնորհավոր նոր դարի, լավ դարիները լա, ձեր զավակներուն օրերը տեսնեք, այս անուշ խոսքն է, որ նմանին, մեր նմանին գուրախացն է, մեր նման ու գուրախացն է, հետևաբար նյութականին ետևեն չերտանք, նյութ հեղեն, նվերը նվիրեցիր, իմաստը գործընծուց, մեր թիմացիներուն սիրտը կրավենք, գարելի ցավի մեջ է, գարելի դարբեր տեսակի դժվարությանց մեջ կգտնվի այս շրջանին, մանավանդ անոնք, որոնք քննություններ է գանցնին, մանավանդ անոնք, որոնք կորձի ձևով մժամգետեր ունին, deadlines, դարբեր տեսակի ծրագիրներու, պրոջեկտներու, հասկնանք անոնց վիճակը, եւ փորձենք իրենց փերը թեթևցնել, անոնց հոգեգանը ձևով մը այսպես հանգստացնել, կգրկնեմ, այսօր ընկերային ցանցերում միջոցով այնքան բաներու ենթակա է մարդը, թեմ հանդիման կգտնվի շատ տեսակի լրբությանց, շատ տեսակի դքեղ երևույթներու, քրիստոնյան, անոր Քրիստոսի լույսը դարաձելու գոչված է, անոր Քրիստոսի բադվերներուն համաձայն գաբրի, այսօրվան աշխարհի մեջ, բարդի Քրիստոսի փարությունը,
Քրիստոսի անուշությունը բաժնել իր նմանին հետ, ինչպես ասինք, անուշ խոսք, անուշ վերապերմունք, մեղմիկ, հեզահամբույր, հերու մնանք վայրակությունները, հերու մնանք վիրավորանքները, հերու, ըլանք մեղմիկ, ըլանք հեզահամբույր, ըլանք ուրիշներուն սկացումներուն եւ ապրումներուն մասին մտածող անձնավորություններ։ Կգարձեմ լավագույն նոր դարվան նվերն է այս։ Շնորհակալություն եղբայր վարձկենիդ կդար Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բայ։ Շնորհակալ եմ։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սամոսներեն հատվածը։ Դեր լսեի մաղոտքս, թուն, որ հավատարիմ ես, ագանչ տիր աղաչանքներուս, թուն, որ արդար ես, բադասխան դուր ինձի, ես կու ձարատ եմ, զիս Թադաստանի մի ենթարգեր, որովհետև չգա գենտանի արարածմը, որ կու թիմացդ արդարանա, թշնամին զիս հալածեց, գյանքս հողին հավասարեցուց, և զիս խավար աշխարին պնագիչ դարձուց, արդեն մերած մարդոցվես, հոգիս խրովքի մեջ է, սիրտս գսոսկա, գհիշեմ անցյալ ժամանակները, գխորիմ կուպոլոր կործերուտ մասին, գխոգամ ըրածներուտ մասին, ծերկերս կեզի գերգարեմ օգնության համար, ձարավ հողի բես, հոգիս ձարավ է կեզի, շուդր է դեր, բադասխան դուր, հոգիս արդեն գմարմրի, ինձ մե երես մի դարձներ, մի ծկեր, որ ողջ կերեզման իջնեմ, ամեն արավոտ ինձի սերտ լսել դուր, որովհետև ես կեզի վստահեմ, ահա կեզի գտիմեմ, ցույց դուր, ինչ ծևով գուզես, որ ապրիմ, դեր, ազատես իս տշնամիներես, ես կեզ իմ աբավենս դարձուցի, կու գամքդ գադարել սորվեցուր ինձի, որովհետև իմ ասվածս ես տուն, կու բարի հոգիտ զիս ուղիղ ջամփով թող առաջնորդե, դեր կու անունդ փարավորելու համար ազատե կյանքս, թուն, որ արդար ես, այս նեղութենեն դուրս բեր իմ անձս, ինձի հանդեպ սերդ ցույց դուր, թշնամիներս ոչնչացուր, փնաչն չէ բոլոր անոնք, որոնք ինձի նեղություն գուդան, որովհետև քու ձարად եմ ես, ամեն։ Բարի գիշեր և հաճելի ունգընտրություն։